Սրտանց փառքնանք մի հատ Տիրոջը, փառք մեր Հիսուսին, փառք իր արած բոլոր գործերի համար, Մամբել եղբայրը ներման համար խոսեց, իրակ մենք պարտական ենք բոլորս մեկ-մեկու ներելու, որովհետև այն ինչ որ ինքն է մեզ ներել, դա մենք չենք էլ կարող հասկանալ, որ գնահատենք, դա մեր մտքից, մեր խելքից վեր մի բան է, մենք իրականում չենք հասկանա, թե նա ինչ արել մեր համար, միգուցե երկնքում կհասկանանք։ Ես ուզում եմ մինուտի մասին խոսել, որ ինչա մեզ հետ կատարվում այս երկրի վրա, որ երկրի վրա Աստված մի երկնային մարդ է ձևավորում։ Ու մենք բոլորս ապրում ենք այս երկրի վրա հիմի, ինչպես 9 ամիս երեխան մոր որովայնում ձևավորվում է այս աշխարհ գալու համար, մենք էլ բոլորս այս երկրի վրա ձևավորվում ենք իր կողմից սահմանված ժամանակահատվածում հավիտենական կյանքի համար։ Այլ բան մեր հետ չի կատարվում։ Կամ մեր մոտ ստացվելու է դա, կամ չի ստացվելու։ Տարբեր բաներով մենք զբաղվում ենք, բայց հիմնական ինչի համար որ մեզ տեզերք ինքը ստեղծել է, մեզ ստեղծել է ու հենց դրա համար է ստեղծել։ Եթե մենք դա չկարողանանք անել, ուրեմն մենք անիմաստ այս կյանքը ապրեցինք։ Մոտ 2000 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ստեղծել է եկեղեցին։ Ու եկեղեցին հենց այն վայրն է, որ մեր ձևավորվում է ապագա երկնքի քաղաքացին։ Մի բոլորը դուք եկել եք այստեղ եկեղեցում եք, թվում է թե դու նստած ես, ոչ մի չի կատարվում, բայց Աստված քո հետ գործ է անում, քո մտքի, քո սրտի, քո աշխարհում։ Այդ գործը անում է գիշեր ու ցերեկ, տուն ես գնում, ճանապարհին, քո կյանքում ինչ որ կատարվում է, այդ բոլոր դրվագները, դեպքերը, հիվանդությունները, ոչ մի բան պատահական չի։ Պողոս առաքյալը Առաջի Տիմոթեոս 3:15-ում եկեղեցու համար գրում է այսպես Տիմոթեոսին, որ գիտնաս թե ինչպես է պետք Աստծու տան մեջ վարվել, որ է կենդանի Աստծու եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության։ Այսինքն եկեղեցին սյուն եւ հաստատություն է ճշմարտության։ Մենք պետք է զգուշ գնանք ամեն հարցում, մեր եղբայրների, մեր քույրերի հետ, որովհետեւ եկեղեցին դա մարդիկ են, պատեր չեն։ Եփեսացի 5:20-ում գրում է Պողոսը. «Վասնզի ոչ ով իր անձը չի ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին, որովհետեւ նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնիցը եւ նրա ոսկորներից է»։ Տերը խնամում է եկեղեցին, Տերը պահպանում է եկեղեցին, Տերը զորացնում է եկեղեցին, սրբացնում է եկեղեցին, միայն ու միայն մի նպատակի համար, որ եկեղեցին երկնային արքայություն հասնի ու բնակվի այնտեղ հավիտյան։ Տերը ինձ այսպես է բացառել, Աստվածային ընտանիքի 3 անձ են եւ եկեղեցին պետք է մտնի այդ ընտանիքը։ Ինքը 4-րդ չի լինել, ինքը լինելու է Հիսուսի մեջ, ես այդպես եմ հասկացել։ Միգուցե եթե սխալ է եղբայրները կուղեն։ Եկեղեցին պետք է լինի Տիրոջ տան մեջ, այլտեղ աստվածային կյանք չկա։ Միայն այդ ընտանիքում կա աստվածային կյանք։ Ինչ կա, չկա, այս աշխարհում տարբեր տեսակի կյանքեր կա, բայց աստվածային կյանքը հենց Սուրբ Յորդության մեջ է, Աստծո ընտանիքում Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Եվ այդ աստվածային կյանքը ուզում է, որ ինքը լինի եկեղեցում, որ եկեղեցին այդ ընտանիքում ապրի, երկնքում հավիտյան ապրի այդ։ Գործ Կարաքրոջ 3:28-ում գրված է. Աստծո եկեղեցին, որ իր արյունովը ստացավ։ Աստծո եկեղեցին դա իր երկրի վրա Հիսուսի արյունով գնված, արդարացված, փրկված եւ կամաց նրա պատկերին, նրա նմանությանը ձևավորվող հասնող մարդկանց խումբն է։ Այլ բան չի եկեղեցին։ Դա խումբ է մարդկանց, հոգիների խումբ է, որոնք բոլորը պետք է միաբանվեն երկին գնալու իր այդ հավիտյան ապրելու համար։ Միգուցե դուք հիմա իր այդ խնդիրներ ունենաք, դժվարություն ունենաք, եղբայրը ասած չէ, այդ ներելը հենց դրա համար է անհրաժեշտ։ Մենք կանդրադառնանք հիմա դրա համար, եթե այդ ներելը չլինի, այդ հարցը չի կարող լուծվի։ Դու չես այդտեղ այնտեղ։ Մենք գալիս ենք այստեղ եւ Տերը մեր հետ գործ անում։ Ջրի մկրտությունով երկրի վրա գրանցում է մեր երկնային լինելը։ Մկրտվելով մեզ Սուրբ Հոգով, տալիս է մեզ որպես գրավ եւ որով կնքվում ենք փրկության օրվա համար։ Գրագի մկրտությունով մենք ձեռք ենք գրում Աստծուց բացարձակ կախվածություն, որովհետեւ առանց Աստծուց կախված լինելու հնարավոր չէ Աստծո մարդ լինել։ Հիմա մեզ անհրաժեշտ է ապրել Աստծուց կախված կյանք, քանի որ այն միակ ճիշտ վիճակն է, որի ժամանակ կարա Աստված իր բնույթ էությունը փոխանցի մեզ։ Ոնց որ ասենք, այդ վիճակում Աստված կարող է անել, ուրիշ ձև չի կարող անել։ Ոնց որ մի ճյուղը ծառի վրա,
Եթե ճյուղ ուզում է ավիշը, իր մեջի կյանքը փոխանցի ճյուղին, ծառը ուզում է ճյուղին փոխանցի։ Եթե ճյուղը հեռու է, ոնց կփոխանցի։ Եթե իրան կպատ չի, ինչ կապ ունի, որ իր ճյուղն է։ Ծիրանի ծառի ճյուղը։ Բայց ինքը հեռու է, թեկուզ 2 սանտի է հեռու։ Ինքը չի կարող այդ կյանքը փոխանցի իր հետ։ Դա համար այդ կտրված ճյուղը լավ բան է, որ իրանն է, սիրուն է, գեղեցիկ է, բայց ասենք չի կարող այդ կյանքը փոխանցի։ Պետք է մոտենա, պետք է կպնի, մեկ դառնա, որ աստվածային կյանքը փոխանցի իրան։ Հիմա դրա համար տարբեր բաներ է մեր կյանքում կատարվում։ Կարող է Աստված ու կյանքում տվել, ասենք ինչ-որ բարիքներ, նյութական, չգիտեմ, տարբեր տաղանդներ, ինչ-որ հնարավորություններ ա տվել։ Հետո տալիս է քեզ այդ ամեն ինչը դու ասում ես դե ժամանակ որ տալիս է քո շուրթերով ասում փառք ես տվեմ ինչ-որ, դա կարող է 20-30 տարի առաջ, կարող է 3 եղած լինի դա, չէ։ Հետո մտածում ես, որ Տերը տվեց այդ վաղ։ Անցնում է ժամանակները, տարիներ է անցնում, մտածում ես խոսքի մեջ բան է փոխում, դե ասում ես երևի ես մի բան արժեմ, որ ինձ էսի տվել է Աստված։ Ես ձենա տվել երկում եմ, ես հնարավորությունն ա տվել, չգիտեմ ես ինչ բանն ա տվել։ Դրանից որ ինչ որ ժամանակներ է անցնում, դե արդեն մտածում ես, որ դա ամենավտանգավորը է, որ մտածում ես, որ դա ես եմ արել։ Դե բացի եթե ես չլինեի ուրիշով կարող ես լինել։ Ու հենց այստեղ է որ դու Աստծուց հեռանում ես։ Հասարակ պահ եմ ասում։ Սա հոգևոր մարդու կյանքում անգամ կարող լինի։ Սկզբից դու այդ փոքրիկ բանի համար Իրան փառք ես տվել, հետո այդ փոքրիկ բանը պատճառ է եղել, որ մտածել ես դե ես դա ստացել եմ, ինձ չեն տվել, հետո էլ մտածում ես դե ես ուրիշով կարելի։ Ոնց է Նաբուկոդոնոսը ասել, այն Բաբելոնը, որ ես ասում սարքեցի, ես ստեղծեցի, հենց այդ պահին Աստված զարկեց իրան, չէ։ Կենթանիների պես եղավ։ Այսինքն մարդը Աստծուց հեռանում է անգամ, երբ որ Աստված իրան բարիքներ է տալիս, լավ բան է անում, դա էլ է մարդուն հեռացնում։ Եվ Աստված ստիպված է լինում, որ այդ մարդուն փրկելու համար, հետ բերելու համար ինքը ինչ-որ միջոցներ ձեռք առնի։ Պատկերացնում եք, մենք խողովակ ենք, որով այդ աստվածային կյանքը պետք է հոսի, պետք է մարդկանց գդա հասնի, կամ ինչ-որ բարիքներ, կամ ինչ-որ բաներ, բայց երբ որ դի մեզ ենք վերագրում, անում ենք թվում է թե մենք հեղինակն ենք, մենք աստվածներ ենք, չգիտեմ, ինչ-որ բաներ ենք մեզ վերագրում, դա մեզ իրանից հեռու է տանում, մենք մարում ենք։ Պատկերացրեք, ասենք, տարիներ շարունակ ինչ-որ մի հատ սև ռետնի խողովակ, չէ, մենք որ ասում ենք շլանք, ավելի վիրավորական, չէ, մի հատ սև շլանք, փողոցում ընկած է ցեխերի մեջ, բայց 24 ժամ ջուր է գնում, սառը ջուր։ Մարդիկ գայթնում են շատ համով ջուր է, տեղից խմում են։ Հոգնած, շոքին, գայս են խմում են մարդիկ, ջուրը շատ համով է։ Բայց տասնյակ տարիներ է, հարյուրավոր տարիներ է տեղից այդ ջուրը հոսում է շլանգի միջով։ Այդ շլանգը մտածում է, որ այդ ջուրը ինքն է ստեղծել։ Հիմա ուրիշ ճանապարհ չկա, որ իրան բացատրես, որ դու ջրի հեղինակը չես։ Բայց մի ճանապարհն է, ջուրը փագես։ Եվ որ դու ջուրը փագում ես, այս շլանգը մնում է արևի տակ, կամաց ճակճկում է, տեղերքա ծակվում է արդեն, ամեն ջանքերը ինքը անում է, որ խոսքի ջուր ստեղծի, որ իր միջով նորից ջուր գա չի ստացվում։ Այսինքն այդ ժամանակը, որ ինքը փնտրում է իր ստեղծողին, իր արարիչին, փնտրում է այն Աստծուն, որ մի ժամանակ շուրթերով է ինքը փակ տվել, բայց հոգու խորքում չճանաչի այդ շլանգը։ Հասկանում ես։ Հիմա դա սեր է թե դաժանություն է։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մարդը Աստծո սերը չի հասկանում։ Աստծո սերը քեզ փրկելու համար է, Աստծո սերը քո գլուխը շոյելու համար չի։ Ինչ որ փափուկ պայմանների համար չի։ Փափուկ պայմանները տվել է, բայց փափուկ պայմանները քեզ իրանից հեռու են տարել։ Մստիպված է ինքդ ոչ պայմանները քո կյանքում դնի, որ դու իրան մոտիկ գաս։ Եթե դա չօգնի, մի ուրիշ բան պետք է արի քո կյանքում, որտեղ ինքը քեզ սիրում է։ Հիմա դու սերը կարող ես ուրիշ ձև ես անցալում։ Կարող է դու քո երեխուն ուրիշ ձև ես սիրում, բայց ինքը ես ձև է սիրում։ Հիմա դա համար շատ բաներ կարող լինի կյանքում։ Մարդը կարող ժամերով աղոթում է։ Հետո մտածում է բոլորն էլ տենց աղոթում են, բայց հետո կարող է հոգևոր կյանքում, բայց մեկ էլ իմ մամաչը ուրիշների մոտ տենց չի, սկսում է իր մոտ խնդիր առաջանալ։ Հետո ասված ինչ անի, ստիպված այնպես ամեն նա չի կարող աղոթի, օրը 10 րոպե չի կարող աղոթի։ Գիրք է կարդում ժամերով։ Մեկ էլ իր մոտ չի ստացում գիրք կարդալը, ծոմ է պահում, դա չի ստացում։ Այս ինչի համար է դա կատարվում, որ քեզ մոտիկ տանի։ Կարևորը ծոմը չի, այն չի, կարևորը դու այդ մեկանաս շատ կարևոր մի բան կա, որի մասին կուզեմ, որ մենք հիմա ավելի մանրամասը խոսանք։ Դա համար ասենք, մենք պետք է հասկանանք, որ Աստված բոլոր մեթոդներով փորձում է քեզ բերել իր գիրկը, մեկանալու իր հետ։ Միջև չօգնես ներս տանել այն բաները,
ինչը քեզ կյանքա թվում, Աստված քեզ չի կարող օգնել դու կյանքի դրով մտնես։ Բաներ կա դու ներս ես տանում։ Ու դրա համար եթե դու ներս ես տանում, քեզ ոչ մի բան չի կարող օգնել։ Դու պիտի դադարես բաներ կա, կյանքի տեղ ներս տանել, դրանք կյանք չեն։ Չես կարող տանել, որովհետև սրբության սրբոցը եթե մենք ուշադիր նայում ենք, չէ, դիմացի սրահում, սրբության սրահում բաներ կային դրված, բայց դրանք էլ իրավունք չունեն սրբության սրբոց մտնեն։ Տային անգամ էր քահանայապետը մտնում։ Իսկ սրբության սրբոցում այնտեղ ոսկե աշտանակն է դրած, առաջավորության հասն է դա, սեղանը դրած է, բայց ո՞ր կարա դա վերցնել տանել սրբության սրբոց։ Դե գուզ առաջավորության հացը վերցնել քահանայապետը տանել դնել սրբության սրբոց։ Չէր կարա, Աստված քո ներսը սրբության սրբոցը արել, որ ինքը գատե բդանկվի։ Հիմա դու բաներ ես տանում քո ներսը, որ բաներ ես տանում ներսը, դու Աստուն հեռացնում ես քեզանից։ Այս ամբողջ խնդիրը, բաներ կա քո համար արդեն կյանք ա դարել։ Կարող քո աշխատանքն ա կյանք դարել, քո կինն ա կյանք դարել, երեխեքն ա կյանք դարել, հազար բան կարա լինի։ Ու քեզ դա հեռացնում է Աստծուց։ Դա համար ասենք, երբ որ դու հոգևոր մարդ ես, դու հասկանաս, որ նախ Աստված, հետո քո ընտանիքը, հետո դու, նախ Աստված։ Բայց ինչա տալու քեզ դա տալու ամենակարևորը։ Աստված մի նպատակ ունեցել ի սկզբանե, որ մարդուն ստեղծել է, որ մարդը Աստծու հետ ունա կենսական կապ։ Կենսական կապը ո՞րն է։ Քո ձեռը, քո մարմինը կապած է կենսական կապով։ Որտեղ այդ ջիլերը շարունակվում են, այդ անոթները գնում են, այդ ոսկորները նույն գնում են, նույն այրունը որտեղ սրդիտ մեջ է, նույն թևիտ մեջ է։ Այդ քո թևը կենսական կապ ունի քո հետ։ Հիմա մատը կենսական կապ ունի, ոտը կենսական կապ ունի, պատահական չի ոչ մենք եկեղեցուն Տիրոջ մարմինն է։ Հիմա երկրորդ Կորինթացիս 5:17-ում գրված է, որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նայլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց։ Կենսական կապ, ազատ կամքի դրսևորմամբ, այս Աստծու նկատմամբ։ Այս է նպատակը քո համար։ Կենսական կապ, բայց ազատ կամքի դրսևորման, ոչ թե որ ինքը ստիպված բերի քեզի կապի իր հետ։ Դու մեկը հետ ես գնալու։ Նրա համար ասենք, դա չի ստացվում, հասկանում ես։ Դա չի ստացվում։ Հիշում եք նոր տերը մի հատ միք տվեց հիշեցի, հենց նոր հիշեցի, այդն բան չի հիշում, դա կարող է հիշելու էլ չի։ Բայց կարող է տեսածել են մեծերը, չէ, սովետական միության ժամանակ մի հատ ֆիլմ նկարեցին, Որև զակոնը, չէ, ինքար չէ, մի հատ աղջիկ էր տեղ խաղում, հիշում եք, որ այդ աղջիկը մտել էր շրջապատի մեջ, հերն էլ վրացի մարդ էր, շատ ավանդապաշտ մարդ էր, վերջ իր աղջիկան հետ բերեց, հերը բերեց իր աղջիկան իր մոտ, որ մի մտի այս շրջապատը, այդ գողերի հետ գործ չունես, այդ գործ չունես, այդ աղջիկը ու տալ էր տունը պարաններով կապել էր։ Անունը մոռացա այդ աղջիկա չեմ հիշում, դա այդ մի 30 տարի 40 տարի առաջ ենք տեսել այդ ֆիլմը։ Ուրեմն Հիմա իմ տունը չկա հեռուստացույց, անգարդուրի բան չմտածեք, 20 տարուց ավելի հեռուստացույց տունը չունեմ։ Ուրեմն ու այդ աղջիկը չէր ուզում իր հոր մոտ մնար, ինքը այն էր սիրում։ Ու մի կերպ իր կապերը, պարանները փոքր, չեմ ամ, ինչ-որ մարանում էր, որտեղ է գցել այդ աղջիկան, ու այս աղջիկը հելա փախավ, ձենը լսեց հերը, որ խոսքի փախավ, հետևից գնաց, գոռաց, կանչեց, չեկավ, ու հրացանը հանեց ինքը իր աղջիկան խփեց։ Այդ պահ հենց նոր տեր ինձ հիշացեց, քիչ էլ հիշում եմ, ասում, տարիներ շնորհ չեմ հիշում։ Այսինքն հիմա այդ հերը ինչի համար արեց։ Չէր ուզում այդ։ Մեկ այնտեղ էր ինքը մեռնելու։ Այսինքն հիմա մարդը, որ իր երեխան իրանից հեռու է, այդ մարդը, որ հասկանում է, որ իրանից հեռու ինքը խնդիր ունի, կյանք չունի, մարդն չի թողում իր երեխան հեռու է տա։ Բաստված քեզ ոնց կթողի իրանից հեռու է տաս։ Դրա համար ուզում ենք, որ դու բացարձակ իրանից կախված լինես։ Բացարձակ կախված լինես, որ կարողանա ինքը իր կյանքը քեզ փոխանցի։ Կենսական կյանքը դա ազատ լինելու կապն է, դա այն պարանն է, որ ձգվում է մարդային հոգու եւ Աստծու միջև։ Դա իմացես այդ լարը, որ Աստծու հոգու միջև մարդու հոգին ձգվում է, դա հավատքի Աստծու զորության կապն է։ Դա մի հզոր միություն է, որով Հիսուսին հետ կապված հոգին ոչ մի բանից չի վախենում, հասկանում ես։ Այդին կապն է, որ իրան ոչ մի բան չի կարող փոխել, ինքը կապված Հիսուսի հետ։ Բայց ինչ են այդքան նահատակներ եղես երկրի վրա։ Բայց ինչ են մարդիկ կյանք տվել, գլխատել են, քարատել են։ Երեխեքին հետը սպանել են, ամեն բան արել են։ Երեք երիտասարդականին մեր եղբայրներից մեկը հիշեց մեր եղբայրներից, որ 90-ականին զոհվել էր Գարիկի մասին, որ ասում վերջում ժպիտը դեմքին էլ մահացել էր, բայց իր մարմնի անդամները թուրքերը կդրտել էին այդ մեր եղբայր, երիտասարդ եղբայր էր, բայց ժպիտը դեմքին ոնց է, որտեղից է առաջացել իր։
Այդ ժամանակ մարդուն որ խոշտանգում են, կտոր ականջներն են կտրել, մատերը, ձեռները կտրել են վրից, բայց որտեղ ու ժպիտ, քիչ ցավը չի, հաջան, էշ մազնի հագա, հա, եղբայրը ասում ամր որ այդ ծառայելա։ Մեր երիտասարդները չեն էլ հիշում դրա մասին, մոռացել, ոչ մեկ չել ասել, եղբայրը պատական հետի աղբերը հիշեց տենց, հա, բայց ինքը ժպիտը դեմքին էր մահացել, եւ Աստվածն ինձ ցավել չէր զգացել, ցավը չէր զգացել ինքը։ Դա ինքը ասել է դուք գնացեք, ես կպահեմ ձեզ, որ ոսկի դուք փրկվեք, բայց ինքը եւս ինքն չէր կրակում ոսկի։ Աստված միշտ դեռ Եդեմի պարտեզից փորձել է, որ մենք իր կենսական կապ ունենանք։ Դրա համար էլ ինքը ասեց Ադամին, որ կենաց ծառից։ Հիշում եք, ինձ հետաքրքիր մի միտք բանում։ Ասենք Ադամը ժողովուրդ ջան, ինչ եք կարծում։ Պորտալար ունեցել, հա։ Կարար ուներ։ Չէ, էլի որ քիչ ոնց եմ նա, ինքը մորից չի ծնվել, չէ։ Ինքը բայց ես մտերս էս միտ տվեց ինձի։ Աստված ուզում էր, որ ինքը պորտալար ունենար։ Ու այդ պորտալարը պետք է կապված լիներ կենաց ծառից, որ Քրիստոսն է կենթանի։ Ինքը երբ որ կապված լիներ կենաց ծառից այդ պորտալարով, ինքը արդեն կենսական կապ կունենար։ Որտեվ ինքը սկզբից ստեղծվեց։ Ստեղծվածը հլա երեխա չի, ստեղծվածը ընդամենը հիմա ես գործանյութեր ես բաժակից հազարներով սարքել է, բայց ասենք ինքը երեխա էլ ունի, կարող է մի հատ թակ տղա ունի օրինակի համար։ Էսի ու տղան չի դա, չէ՞։ Դա ինչ որ բան է, ստեղծագործություն է։ Հիմի բայց մարդը չուզեց որ կապվի կենաց ծառի հետ, Քրիստոսի հետ չուզեց կապվի։ Բայց հիմի սա տեղի չունեցավ Եդեմի պարտեզում, բայց սա չի նշանակում որ Եդեմի պարտեզում Ադամը կենսական կապ չի հաստատել։ Ճիշտ է, ինքը Քրիստոսի հետ կենսական կապ չի հաստատել, բայց ինքը մեկ ուրիշի հետ կենսական կապ է հաստատել։ Իր պորտալարը կապվեց այդ միս ծառի հեղինակի հետ։ Մայր ծառի հետ կապվեց։ Ու դա ո՞նց եղավ դա։ Շատ բնական կենսական կապ եղավ ինքը։ Ինքը նրանից կերավ։ Ուտել բառը հենց դրա համար է, որ կենսական բան է, չէ՞, որ դու ուտում ես սնունդը կենսական, մտնում է քո օրգանիզմիդ մեջ։ Հիմի դրա համար օրինակ դեր ինձ օրինակ մի բան մի օր բաց արեց սենց, միշտ չգիտեմ, կարող է եղբայրներս համաձայն չլինեն, խնդրեմ եթե համաձայն չեն ուղղեն, օրինակ ինձ դեր եզեվա բացել, առաջի չիպերի պահով, առաջի չիպը որ ես եմ տվել, որ Հիսուսը անձամբ իր ձեռով տվել է Հուդային։ Թաթախեց ու տվեց իրան ու սատանան մտավ իր մեջ։ Այդ չիպը որ պետք է լինի, վաղ այդ կենսական կապը պետք է լինի։ Իրանք բոլորս ամբողջ աշխարհը դա վրա է աշխարհում, որ կենսական կապ ունենա մարդը նրա հետ։ Այն ինչ որ մենք չենք եղել, դա ամբողջ դա, դա ոչ թե մետաղիկատորա որ միտի, ես առաջ անգամ յոնախարի սենագում տեսա, գնացել էի գործով զրույց ունենք, ցեղանի վրացին լցրած էր, դա անասունների համար էին բերել չիպերը։ Չէի իմանում ինչ, բայց ինչ ասած, բա բերել են կովերի մյուս բաների համար, որ բան ենք, էլ ասենք, համ լոկացիան, համ ասենք ամենօրյա սննդաբաժինի ինչքան է եղել, որ մորթելուց իմանանք այդ միսը, ինչ միս է, ինչ ակեր է կամ կատնատուր եւ այլ բան, այսի դրա հետ կապ չունի, ինքը կենսական մատերիալ է լինելու, մտնելու է մարդու մեջ։ Մարդը այլևս չի կարենալու, ինքը չի կարենալու Աստծուն պաշտի, օրինակ եթե դու ուշայի կարդաք, ասում է իրանք լեզուն, իրանք վերնում ծամելու են, ցավելու բայց Աստծուն հայելու չեն կարող պաշտեն։ Դա նոր սերունդ է ծնվելու արդեն։ Կենսաբանորեն կապված մեկ ուրիշի հետ։ Դա կարող է մեկի ընտանիքի անդամը լինի, ինքը դե ուզ Աստծուն պաշտող լինի, բայց իր երեխան կապված լինի արդեն կենսաբան։ Ինքը չի կարել ընդունի։ Չի էլ կարա պաշտի Աստծո անուններ չի կարա կանչի ինքը։ Դա համար ուտելով մեկ այլ ծառից ինքը իրականում իր պորտալարը ուրիշտեղ կապվեց, ինքը խնդիր ունեցավ։ Հիմի ներս տանելով այդ ծառի պտուղը չէ ինքը մարդը կենսական կապ է հաստատել։ Բայց այդ պտուղը, թե այն մի պտուղը, թե մյուս պտուղը, որ չկերավ, երկուսն էլ որովայնի համար չէին դրանք, երկուսն էլ սրդի համար էին։ Հիմա դա համար պատահական չի, որ ես այն 28-ի 18-ում գրում ասում եմ, դուք մահվան հետ ուխտ եք կապել։ Մահվան հետ, այսինքն մենք մահվան ծառի հետ ենք ուխտը կապել։ Դա համար պատահական չի, որ Պողոսարը ասում է, ես ինչ խղճալի մարդ եմ, ես ով կապրեցնի ինձ մահի այս մարմնի մարմնիցը։ Այս մահի մարմնից ասում ով ինձ կազատի, որովհետև այդ մարմինը պորտալարով մահվան ծառին է կապվել։ Կյանքի ծառին չի կապվել։ Հիմա որպեսզի Աստված կարենա քո հետ ինքը կենսական կապ ձեռք բերի, այն մի կապը պետք է կտրվի ժողովուրդ ջան։ Չի կարա։
Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայի։ Հիմա դրա համար ամենադժվար գործը էս է, որ մարդը ինքը պետք է այն կապը կդրի։ Երբ որ գայսա եկեղեցի այն կապերը չի կարող կդրի որոշ ժամանակ, ինքը միևնույն ժամանակ հետ է գնալու ու փորձանք անելու եկեղեցու համար։ Եթե կապը չի կդրում, դա կենսական կապ է դա։ Եթե մի բան է, որ ասենք դու չես կարա, ինքը էությամբ նրան է պատկանում, էությունը կոպտի փոխվի։ Այդ արտակինը հետո կերևա, բայց քո եթե սրդումը չձևավորվեց նոր սիրտ, մեր Պավելիախբարը շատ աչազմ սուրբ սիրտ, այդ սուրբ սիրտը որ չի ձևավորվում, դել արդեն ինչ ուզում ես արա, դա գործողությունն է, դու այսօր սենս կանես, չգիտեմ ինչի համար, վաղներ մի ուրիշ բան եմ, լրիվ ուրիշ բան կանես։ Դա կապ չի դա ուրիշ բան է։ Երբ Հիսուսը փորձեց վերականգնել, հաստատել կենսական կապը, ու հիշեցեք այդ կապի անհրաժեշտությունը Հովանու 6:53-54 մասով, եթե չուտեք մարդու որդու մարմնից եւ չխմեք նրա արյունից, կյանք չեք ունենա, ինչ եղավ։ 70-ին թողին գնացին։ Ոսին դժվար բան ես ասում։ Դժվար բան է, մենք չենք կարա։ Ինչ էր ասում, ասում էր դուք պետք է իմ հետ կենսական կապ ունենաք։ Մարդիկ ասում են, լսի, դժվար բան ես ասում, մենք չենք կարա, մենք սիրում ենք այն կապը։ Հետո մեզ ժամանակ է պետք, կարող է ժամանակ հետո իրանք հետ եկան։ Բայց ասենք այդ րոպեին չեն կարող մնկալին, դու դժվար բան ես ասում, եկամ դա դժվար է, բայց դու չես անելու, հանող անում է դա։ Սուրբ Օգին այդ գործը կանի, եթե դու սրտանց կամենաս, որ Աստված քեզ ազատագրի այդ կապերից, որով դու կապված ես եղել այսքան տարի։ Հիմա դու կարող առաջ անգամ ես այսօր եկել այստեղ, այդ կապերով եկել ես, ասես հնարավոր չի, ես արդյոք երկրորդ անգամ կգամ թե չգամ։ Մի բան կասեմ քեզ, եղբայր, քուրս, եթե դու սրտանց ես ուզում, դա Տերը կարա անի։ Եթե դու եկել ես ինչ-որ մի բանի համար այստեղ, ինչ-որ բան տենաս, դա դուսը պատմես, ինչ-որ մի ժամանակի համար, չգիտեմ ինչի համար։ Դա ուրիշ բան է, եթե դու սրտանց իրան ես փնտրում, դու իրան գտնելու ես։ Ինքը քեզ հանդիպելու է։ Այն մարդիկ, որ իր հետ չեն հանդիպել, օրիրա գալու է սա, այդ լրիվ իրանք հեռու են գնալու։ Հեռու են գնալու, այսօր ամեն բան այնպես է զարգանում, օր-օրից զարգանում է այնձև, վաղը կարող եմ ապացուցեմ, որ այս գրքում էր սխալ գրված։ Կարող ամեն բան հավատքը զրոացնեն, բայց եթե դու Հիսուսի հետ հանդիպած մարդ ես, դու չես ընկնի։ Դու չես ընկնի, դա համար ամեն մի հոգու պետք է անձամբ Հիսուսի հետ հանդիպել, անձնական իր հետ հանդիպում ունենալ, անձնական կապ ունենալ իր հետ, որ դու պատմելով չճանաչես իրան։ Դա համար մենք պետք է հասկանանք, ծեսը, կրոնը մարդիկ պատրաստ են կատարել, բայց այդ կենսական կապը շատ դժվար է, որ ինի կտենի կան։ Ծեսը հեշտ է, կրոնը հեշտ է։ Ես միշտ ասում եմ, բիզնեսը ավելի կապ ունի հավատքի հետ, քան թե կրոնը։ Բիզնեսմենը անհավատ մարդ ավելի կարա հավատացյալ լինի, քան թե կրոնավորը։ Կրոնը հենց հատուկ ստեղծեցին, որ հավատքը կործանվի։ Ես տենց եմ հասկացել։ Չգիտեմ, կարող է պապերը եղել են սա քահանաներ, 300-400 տարի ասում, թե մի առաջնորդ է, մատնադանում գրքերը իրանց կա, մյուս, դուրսը արտասահման պունտ հանգարան եւ այլ։ Ծնվել եմ, լսել եմ դրա մասին միշտ։ Բայց մի բան եմ հասկացել, կրոնը հենց հավատքը վերացնողն է, որտեվ դու կենսական կապին չես ընտրում, դու ինչ-որ դոկտրինաների հետևից ես գնում։ Վերջ, ամեն բան ավարտվեց։ Եթե կենսական կապ չկա, ուզում ես, ինչքան ուզում ես գլուխդ լցա, շատ լավ բաներ իմացի, շատ լավ վարդապետություններ իմացի, ինչ էր ուզում ես։ Եթե դու իր երեխեն չես, դու լավ ստեղծագործություն ես։ Ոնց որ ամեն մեկը Լուսիֆերն էր ստեղծված։ Հիմա այդ ամեն ինչը շատ պարզ ու հստակ մեզ ասում է, որ դու պիտի կենսական կապ ունենալ։ 8:31-ում Հովանու Ավետանի ասում է, ում է ասում Հիսուսը, իրեն հավատացած հրյաներին է ասում։ Հրյան ինքնին արդեն հավատացյալ էր։ Այս հրյաները, այս խումբը Հիսուսին էլ էին հավատացել, չեն մերժել Հիսուսին։ Ու դա ինչ է ասում։ Հիսուսը իրեն հավատացած հրյաներին ասում է, եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Այսինքն կապը կկդրի։ Ձերն հին պորտալները կկդրի, եթե դուք դրա մեջ մնաք։ 8:36-ում ասում է, եթե որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինեք, որտեղ որդին ու խոսքը նույնն են։ Այսինքն ես խոսքը կարանք ձեզ ազատենք, այդ պորտալները կարանք կդրենք, բայց ես քո կամքին դեմ չեմ գնալու։ Ժողովրդին օրը ցերեկով Տերը երկինք կտար 2004 թվին։ Ու ինքը հստակ էսի ասել է, որ դու պիտի որոշես։ Ես քեզ չեմ ստիպելու։ Երբեք Աստված չի ստիպում ոչ մեկի։ Քեզ տվել է ազատ կամք, քո ազատ կամքին չի ինքը բռնանալու։ Քեզ կդաստիարակի, խրատի, ականջդ կքաշի, ճիպոտով կծեցի, բայց վերջնական միջև դու որոշում չկայացնես, ինքը քո տեղը որոշում չի կայացնելու։ Երկինքում ինձ պարզ ասել է,
Դու որոշի։ Դու որոշի։ Այդ օրը 7 տարի հավատքի մեջ էի, ու այդ օրը դարձուն եղավ, որ ասենք որոշեցի, որ պիտի թողնեմ հավատքը։ Որ գնամ ուրիշ ձև այդ հարցերը լուծեմ, որովհետև չի ստացվում հավատքով։ Ու ինքը հենց այդ պահին, որ տեսա, որ իրական որոշում եմ կայացել, որ հետ եմ գնում, այդ րոպեին ինձ մեքենայարուլից տարավ երկինք։ Դա շատ բաներ ցույց տվեց, շատ բաներ ասեց, բայց հստակ իմ այս խոսքի վրա ասում եմ, որ ինքը քո տեղը որոշում չի ընդունելու։ Իսկ դու պիտի որոշես։ Դու որոշի։ Ես քեզ բերել եմ ասում տենաս, որ սա ճշմարտություն է, բայց դու կարող ես ինձ թողնել, հենց այդպես։ Դու կարող ես ինձ թողնել։ Այսինքն դու կարող ես Տիրոջը թողնել, Տերը քեզ չի ասես բռնելու մի գնա, աշխարհը կքանդուի, որ դու գնաս։ Շատերը կլինեն քո տեղը։ Դու մտածի դու ինչ ես ուզում։ Դու ուզում ես իր հետ ապրես, թե չուզում իր հետ ապրես։ Ու սա շատ կարևոր է։ Սա քո ներքին որոշումն է։ Դու կարող ես գիշերները նստես ու մտածես տասնյակ գիշերներ, որ ես որոշում։ Կարող դու մի րոպե ես որոշումը սխալ կայացնես։ Նստի մտածի դու ինչ ես իրականում ուզում։ Դու մտածի դու ինչի՞ ես աշխարհ եկել։ Մարդը կարող է հավատալ Հիսուսին։ Ինքը հավատալ, բայց իր հետ կենսական կապ չունենալ։ Հիսուսին հավատալը դա դեռ չի նշանակում կենսական կապ ունենալ։ Կենսական կապ ունենալը դու պիտի կպնես իրան։ Դու պիտի կպնես իրան։ Ես Օհան Դուրյանի տղուն չեմ ճանաչել։ Մի քանի օր առաջ դες պատահական դες Դուրյանը դի մեռած լինի այդ դիրիժորը այտենց։ Ես ինքն այնքան նման է, շարժումը, խոսալը, դեմքը, ամեն ինչ ասեմ բան։ Մի անգամ տենես մատը կենսական կապ ունի այդ մարդու հետ։ Հնարավոր է տղեն է։ Չի կարող կապ չունի, կարող է հորող պորտեն կա, բայց ինքը ոնց ինքը նման ինքն է։ Խոսալու ձենը, տոնը, ամեն ինչը, նման։ Դու կենսական կապը չես կարող չտենաս։ Մարդու կյանքում, մարդու գործերում, ապրածի մեջ, որոշումների մեջ կենսական կապը քո պետք է երևա։ Բայց եթե քեզ ամեն անգամ ասում են, որ դա չկա, ուրեմն դու մտածի։ Կարող է ճիշտ են ասում, որ իրականում չկա։ Կարող է դու 30 տարի աստեղ ես, բայց դու կենսական կապ չունես։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի դրա հետ։ Կենսական կապը ուրիշ բան է դա։ Ուրիշ բան է։ Ես տանը խորտ տատ եմ ունեցել։ Տատս պապս իմ հետ են ապրել։ Երկուսին էլ ես եմ թաղել։ Բայց անես կապով էինք կապվել ես ու տատս, հարազատի պես, միջի մի կարոտում եմ իրան, անգամ այդ Արունի դել կապ չունի այդ կապը, ավելի վերև բան է, ասում է նա եկավ իր ստեղծած աշխարհը, բայց իր իսկ ստեղծած մարդիկ նրան չընդունեցին, իսկ ովքեր նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու ոչ մարմնի, ոչ այրան ճանապարհով, այլ հոգուց ծնվելով։ Այսինքն սա մեր լրիվ ուրիշ բան է, լրիվ ուրիշ բան է։ Ու սա շատ կարևոր է, առանց սրա հնարավոր չի հենց սկզբից դա ասել։ Ծննդոց 1:26-ում ասում մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք։ Ու դու մենք շարունակության մեջ կարծում ենք Աստված իր պատկերով մարդ ստեղծեց։ Հիմա այս սեյնակում մարդ է ստեղծվում։ Աստված իր ասեց մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք, թե հոգնակի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Այդ գործը շարունակվում է առ այսօր, ժողովուրդ ջան։ Չի ավարտվել ստեղծելու process-ը մարդ ստեղծելու։ Այդ որ ինքը պատկերով ստեղծեց։ Հետո Հոբել Մաքրյանելը մարգարեացել դրա համար։ Եղավ Պենտեկոստե, չէ՞։ Հետո Գողգոթայի մասին Եսային մարգարեացավ։ Եղավ Գողգոթա, այսինքն հերթով, երեքով մաս ու բաժին ունեցան քո ստեղծելու։ Հիսուսը եկավ Գողգոթայում քո ստեղծելու գործն էր անում խաչի վրա։ Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստե օրը շարունակում է գործը մինչև այսօր։ Հիմա սենակում քո ստեղծելու գործն անում, որ իր պատկերով իր նմանությամբ մարդ ստեղծվի, որ կենսաբանորեն իր հետ կապված լինի, որ դու իր երեխա լինես։ Եկեղեցին իր մարմինն է։ Դուք էլ իրար հետ քուր աղբերներ եք։ Հիմա չի կարող այլ կերպ լինի։ Չի կարող այլ կերպ լինի։ Բայց ինչի է դժտությունները, դժվարությունները չներելը, որ եղբայր ասում դու որտեղ ես ալնում։ Գիտեք, sense հիվանդություն կա մարդու մարմնի մեջ։ Աուտոիմունային հիվանդությունները լսած կլինեք, շատ էլ տարածված է իմի, չէ՞։ Ասում են, որ մի շատ էս պատվաստումներից առաջանում, չէ՞։ Տրամփն էլ անգամ հայտարարեց, չէ՞, որ պատվաստումներից է։ Ինչ են հայտարարում, գիտեք, չեն հայտարարում։ Մի քանի հատ վերևներից մարդկանց երեխեք հիվանդացան, չգիտես ոնց ստացվեց միամիտ։ Այն դու դամաստել են հայտարարել են։ Հիմա հիվանդության մեջ տարբեր տեսակներ կա։ Ինքը իրան սկսում է բջիջը ուտելը։ Ասենք, կա որ սկսում է ուղիղ բջիջը ուտելը։ Օրինակ իմ աղբերս, օրինակ Ղարաբաղում ծառայել են ամենաբան տեղերը, իր մոտ առաջացել է իմ այդպես հիվանդություն։
Այն ամենավտանգավոր տեղերը, ամենաբան վերջը։ Տեղերում եղել է ու իր մոտ առաջացել է։ Էս էլ մկանն է ուտում։ Մկանի բջիջը ինքյան ուտում է։ Այնքան է ուտում, որ խոսքացեն դու չես կարող ու մատը շարժես։ Դու չես կարող բաժակը այդքան ձեռդ թուլանում է։ Այսինքն մկանը որովհետև ինքը զորանա ավելի մեծ լինի այդ մկանը հզորանա, ինքը իրան սկսում է ուտել է։ Իրան չի ճանաչում, որ ինքը մի մարմին է։ Հիմա տիրոջ մարմնի մեջ չի կարող օտոիմունային հիվանդություն լինի, որ իրար ուտեն։ Բայց իրար սիրեն։ Չի կարող այդպես բան լինի։ Այսինքն տիրոջ մարմինը առողջ է։ Մարդու մարմինը հիվանդանում է ասենց հիվանդություններով, ու սկսում են ուտելը։ Ուտում, դառնում է արդեն մի ամսական երեխու խելքը։ Ուտում, մկանը դառնում է թույլ, չի կարող մի կիլո գետնից բարձրացնի։ Ու եկեղեցին անզոր կդառնա այդ դեպքում, եթե մարմինը մեկը մեկին ուտի։ Դա համար սա լուրջ խնդիր է, ու ինչ է ասում շարունակության մեջ հավատացած հրեաներին։ Հովանու 8:44-ում նույն իրեն հավատացող հրեաներին Հիսուսն ասում է. «Ինչի դուք իմ խոսքը չեք հասկանում։ Նրա համար որ չեք կարող լսել։ Դուք ձեր հոր սատանայի զավակներն եք եւ նրա ցանկություններն եք ուզում կատարել»։ Պատկերացնում եք ինչ է ասում։ Ահա որ բան հրեա մարդու համար։ Հրեան հավատացել, ասում մենք Աբրահամի զավակներն ենք, ես ոմա եթե Աբրահամի զավակներն եք, ինձ կճանաչեք, ինձ կլսեք։ Ինչ ամա վերջում ստիպված են 44 խոսում ասում է, որ դուք ասում է ձեր սատանահոր զավակներն եք, ձեր պորտալները կապված է իր հետ։ Թեկուզ ինձ հավատում եք։ Տեսեք, այդ խոսքը ապացուցեց։ Հիսուսին հավատում է, բայց իր հետ կենսաբանական կապ չունի այդ հրեան։ Հավատում է իրան, իր գրված է, իրան հավատացած հրեաներին։ Հիմի պատկերացնում եք, ահավոր մի բան, Ադամ, դա մի պարտեզից է եկել։ Ու դրա մասին որ շատ չերկրացնեմ, մենք պետք է հասկանանք, որ սա անհրաժեշտություն է, սա հենց քո ծնվելու իմաստն է։ Քո ծնվելու իմաստը չի, որ դու գիտնական դառնաս, դու լավ բիզնեսմեն դառնաս, դու չգիտեմ լավ խոհարար դառնաս, չգիտեմ ինչ ուզում ես դառնալ, թեկուզ հոգևոր ինչ-որ դառնաս, կապ չունի քո ծնվելու իմաստը, մի բան է, որ դու վերջում Աստծո զավակ պետք է լինես։ Աստծո ստեղծագործությունը պետք է Աստծո զավակ լինի։ Հիմի հետագայում ես նույն կեսական կապի մասին խոսում է 15-րդ գլխում Հովհաննես ավետարանիչը։ Հովհաննես ավետարան 15:1-2-ում Հիսուսի բառերն ասում է. «Ես եմ ճշմարիտ որդատունկն եւ իմ հայրը մշակն է»։ Նայեք, որդատունկը, մշակը մենք ճյուղերն ենք։ Նա կտրում է ինձ վրա հաստատված բոլոր այն ճյուղերը, որոնք պատուղ չեն տալիս։ Պատկերացնում ես, դու կարող ես եկել ես կենսական կապ ես ունեցել, բայց կենսական կապ ունեցած ճյուղը մի օր պետք է ցույց տա, որ ինքը ծառի պատուղից իր վրա կա։ Մոսկվայում մի շատ հայտնի անձնավորություն բաներ արել, տենց ծիրանի ծառ էր տնկել իր հայաթում ու բաներ արել։ Ծիրանները բերել են, կախել են վերևից սենց, չկա ծիրաններ բրեն։ Բայց ծիրանները Հայաստանից տարել են, մի քիչ վերևը մարդու ձեռը չհասին, սիրուն սենց կախել են, որ այդ ռուս իր պաշտոնյա հյուրերին վել է, որ տեստե ծիրան եմ ձեր մոզես ստացել, հասկանում եք։ Բայց դա ծառի պատուղը չի, էլի։ Այդ պատուղը Հայաստանում է, Հայաստանից նավը։ Մի Թայլանդը տնկել է այդ կախել է վրեն։ Բայց դա իրանը չի։ Դու կարաս խափես այդպես, մարդիկ են ընդունեն, ուտեն պատուղը, ասեն, նու այդ ճյուղը կարա հպարտանա պատուղներով, ծաղիկներով, բայց ճյուղը նաև պետք է հասկանա, որտեղից է գալի, արմատներից է գալի այդ ամիշը, որ պատուղը տեղ աճել է։ Այդ պատուղը իր արդյունքը չի, ուղղակի իր վրա կախել է, ինքը բերել է, իր վրա հաստատել է, որտեղ իր արմատներից իր կյանքը եկել է իր մեջ կպած եղել, բայց երբ պատուղ չի բերում, ասա կտրելու եմ ասում է իրան։ Բայց ասում է մյուս ճյուղերի մասին ասում է, որոնք պատուղ չեն տալիս։ Իսկ այն բոլոր ճյուղերը, որոնք պատուղ են տալիս, էտելով մաքրում է, որպեսզի ավելի պատղաբեր լինի։ Այսինքն դրա համար Հակոբոսը ասում է, օտար բան մի սեպեք ձեր հետ կատարած պես փորձումները։ Այսինքն այն եղբայրները, այն քույրերը, որ իրանք պատղաբեր են, կյանքում են խնդիրները առաջանում, բայց եթե առաջանում է, որ իրանք ավելի պատղաբեր լինեն, ոչ թե կորստի համար է։ Մաքրում է ճյուղերը պատղաբեր լինելու համար։ Հիմա դուք ասեք, բեսի հավատացել է իր կյանքում ինչի՞ էս բան եղավ։ Ինքը ծառողել եղբայրը, ծառողել քույրը, հա քույրս եղբայրս, կարա լինի, որտեղ դա հենց Աստծո սերն է։
Մենք կարանք այդ սերը չհասկանանք, ինքը էտում է, դու որ քու խաղողի այդ վազը էտում ես կարողա չես սիրում։ Մեր մոտ սովորություն կա, ասում են դու ուրիշ է էտի, որտեղ դու նենց ափսոսելով ես էտում, բայց երբ որ ուրիշ մարդ, թշտամի մարդ է էտում, խորն է էտում, որ խորն է էտում, ավելի պտղաբեր է ալնում։ Սատանան գութանին կապած եզի պես Աստծո դաշտում վար է անում, որ ավելի պտղաբերն է այդ դաշտը ժողովուրդ ջան։ Հոբի գիրքը որ դու շայի կարդակ, ինքը ուրիշ բան չի անում, էդ է անում։ Գութանին կապած եզի պես քո դաշտը կավերի, բայց քո արտիտ արցունքը ավելի լավն է ալնելու։ Այդ ժամանակ ցավոտ է ալնելու, դժվար է ալնելու, բայց մենք պիտի հասկանանք, որ բոլորը մեր համար է արվում։ Շատ բաներ մենք չենք հասկանում, մենք ինչ խնդիրներ ունենք։ Մարդը անգամ մարմնավոր խնդիրներ ունի, տարիներով չի ման որ հիվանդություն ունի, բայց հոգևոր հիվանդությունները մենք մեզ չենք հասկանում շատ դեպքերում։ Դրանք անհրաժեշտությունն է։ Մի համար էլ կարդամ Հովանու ավետարանի 17-րդ գլխում 21 խոսից կարդամ, սա այն հատվածն է, որ Հիսուսը աղոթում է։ Ես ընդունել եմ անձամբ, որ ինձ համար աղոթել է։ Դուք էլ կարաք ընդունեք այդ ձև։ Աղոթում եմ, որ նրանք բոլորներ մի լինեն։ Սկզբից ում համար աղոթում, հիշում եք։ Աղոթում են աշակերտների համար, չէ առաքյալների համար, որ ժամանակի առումով շատ ժամանակ չխնեմ, հետո էլ ասա, որ նրանց խոսքով ով որ կհավատա։ Մենք այդ խոսքով հավատացածներն ենք, այսինքն մեր համար աղոթել է Հիսուսը։ Ես էսի հավատացել եմ, հետո էլ մի օր երազով մեկը ասել է, որ Հիսուսը կանաչ էր քո դռան մոտ աղոթք էր անում քո համար։ Հետո մեկին ցույց տա։ Ես հավատացել եմ, որ ինքը իմ համար աղոթել է։ Եթե իմ համար Հիսուսն է աղոթե, լայն սա ամեն ինչ կատարվել է, բայց անձամբ իմ համար աղոթել է, այդ աղոթներ քույրիկն էլ տեսել է դա։ Ես այդ քույրիկին չեմ ասել, որ ես այս բան եմ հավատացել։ Հասկանում ես։ Հիմի աղոթում եմ, որ նրանք բոլորներ մի լինեն, որ մենք մեկ լինենք ժողովուրդ։ Հիմի եթե մենք մեկ չլինենք, չէ՞, ամեն եղբայրս այդ ներման համար ասեց, չէ՞, եթե մենք մեկ չլինենք, շարունակություն չկա էլ արդեն այս խոսքին։ Առաջին նախապայմանը, որ եկեղեցին պետք է մեկ լինի։ Առաջի դարի եկեղեցու ամբողջ գաղտնիքը դրա մեջ էր։ Ուրիշ գաղտնիք չէր ժողովուրդ ջան։ Ուրիշ գաղտնիք չէր։ Այսօր նույն Հիսուսն է, այսօր նույն Սուրբ Հոգին է քո մեջ։ Այնտեղ որ խնդիրը մի բան է, որ այս մարդիկ մեկացել էին իրար հետ։ Մեկացել են, մեկ էին դարը, մեկ սիրտ, մեկ հոգի էին դարը։ Երբ որ մեկ սիրտ, մեկ հոգի էին դարը, արդեն այս խոսքը շարունակվեց հաջորդ փուլի մեջ։ Առաջի փուլը որ իրանք մեկ լինեին։ Երբ որ իրանք մեկ եղան, շարունակվում է խոսքը։ Ինչպես որ դու ով հայրի մեջ եւ ես քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ։ Այսինքն նշանակի Հիսուսը քո մեջ է։ Երբ որ դու իմ հետ մեկանում ես, Հիսուսը իմ մեջ է։ Երբ որ ես քո հետ մեկանում եմ, Հիսուսը քո մեջ է։ Հիմա այդտեղ ինչ տարբերություն կա, որ երրորդ դարն է։ Թե այն ժամանակ թե նույն Հիսուսն է անողը։ Այստեղ ոչ մի մարդկային գործոն չկա։ Այստեղ մենք այդ գործը խափանում ենք մի պարզ պատճառով, որ մեկս մեկի ուտում ենք։ Կներեք կոպիտ եմ ասում, այդ հիվանդության պես, չէ՞։ Այդ հիվանդությունը չի դեմ ուրիշի մարմնից բան ուտում։ Չի դեմ վիրուսի պես մտնում ուրիշ օրգանիզմ։ Ինքը իր մեջ ուտում է իր մկանը, իր ուղեղն է ուտում, իր սրտամկանն է մաշացնում, ինֆարկտով է մեռնում այդ մարդը։ Այդ հիվանդության լավ տեսակները կա դրա։ Հիմա դրա համար շատ ահավոր բան է դա։ Չի կարա տիրոջ մարմնին դա վերաբերվի, ուրեմն դա տիրոջ մարմինը չի լինի։ Դա համար մենք պետք է հասկանանք, որ ամեն անգամ էլ եկեղեցում դուք այստեղ միայն անդամներ են հաղորդություն ալու, բայց հաղորդելով ամեն անգամ մենք կենսական կապը հաստատում ենք, մոտենում ենք, մեկանում ենք, զորանում ենք, ու դա բերում է ավելի միաբանության։ Միաբանության է բերում։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ Աստված ինչ է ուզում մեր կյանքում։ Մի քանի օր առաջ մի հատ եղբայր եկավ մեր մոտ, ուրիշ հարցով էր, հետո գիրքն է վեր տվեց, ասաց այս գիրքը ես եմ թարգմանել անգլերենից, սիրով ընդունեցինք, այտենց, հետո միսես միտք էլի ասենք, շատ լավ է, որ դու տիրոջ համար գրիչ ես տիրոջ ձեռքերի մեջ, առաջ բանաստեղծներին գրիչ էին ասում, չէ, գերողներին գրիչ էին ասում, բայց Աստված ինչ է ուզում, Աստված ուզում է, որ դու մատ լինես, գրիչը կենսաբանորեն կապ չունի քո հետ, դու գրիչը կարող բռնես գրես, բայց ինքը քո մարմնի մասը չի, բայց մատը քո կենսաբանորեն կապված հասկանում ես, նույն արունն է գնում մատի մեջով, Աստված կողմ մարդուն ոչ թե իր համար գործիք դարձնել, այլ զավակ,
Հասկանում ես, շատ լավ է, որ դու գրիչ ես, դու կդառնաս զավակ, դու կդառնաս մատ, որտեղ դու սրդանց ես էտի արել, բայց հիմի այսօր կարող է գործիք լինես, բայց դու դառնաս վտանգավոր գործիք, դա շատ վտանգավոր է, բայց կարող է վտանգավոր գործիք չլինես, ուղղակի գործիք էլ մնաս, արդեն քո համար է շատ վտանգավոր, բայց դու զավակ չես ուզում դառնաս, շատ լավ է Տիրոջ համար դու վազում ես, անում ես, ժամանակին ես էլ եմ այտենց հասկացել, դե ասում եմ ես էլ սենց կծառայեմ, ուտես մի 15 տարի չէի հասկանում էդի, դու Տերը բացատրում եմ, լսի, դու տենց էլ իմ հետ հարազատ չես ելնի, դու տենց էլ կմնաս գործիք, քո ձեռքի բարգարկային, քո ձեռքի սղոցը, քո ձեռքի չգիտեմ ես իմ ինչը, էդի քո երեխան չի, շատ լավ է, որ ինքը քեզ օգնում է, դու պետք է իմ մասը դառնաս, ասում է, այլ բան է գրիչը, այլ բան է մատը, Աստված Բաղդասարի խնջույքին իր մատով գրեց, պատի վրա, չէ՞։ Հիսուսը Աստծո մատով էր դևերին հանում։ Հիշում եք Մարիամին դատավարության ժամանակ գետնի վրա, ավազի վրա մատով գրեց ու այլևս ոչ մեկ չկարողացավ Մարիամին դատապարտել։ Հիսուսը գնաց էր հոր աշկողմում, մեկը չեկավ Մարիամի դուռը ծեծել, ասել լսի, ինքը էլ քեզ չի հովանավորում, մենք քեզ տանորեն քարկոծենք, այն անգամ լավ վրցար մեր ձեռից։ Այսինքն Աստված էդ է ուզում։ Քո սրտի քարե տախտակներին ինքը մատով է գրել։ Այն քարե տախտակներն մատով գրեց տվեց Մովսեսին։ Այսինքն մենք պետք է հասկանանք, Աստված ուզում է, որ մենք իր մասը դառնանք, երեխեն դառնանք։ Ասենք կարող է մենք տարիներ շարակ ասենք մտածում ենք, եկել ենք, շատ ամեն բան նորմալ է։ Ճիշտ է, դու սկզբից պիտի փուլար գայր, մի անգամից չի լինում, բայց այդ տեղում մնալն է վտանգավոր։ Տիրոջ անունը փառավոր